21-րդ դարում կյանքն առանց ականջակալների պատկերացնելն անհնար է, միայն թե երբեմն առողջության պահպանումն ու հարմարավետությունը հակադրվում են։ Մարդու հաղորդակցման համար ամենակարևոր զգայական օրգանը լսողությունն է։ Այն մեզ հնարավորություն է տալիս լիարժեք հասկանալու աշխարհը։ Ժամանակակից տեխնիկական առաջընթացն իր բազմաթիվ դրական կողմերով երբեմն սպառնում է վնասել մեր լսողությանը։ Ականջակալներ, սմարթֆոններից հետո թերևս ամենակիրառվող տեխնիկան։ Ունես ականջակալներ։ Այո։ Հաճախ եք օգտագործում։ Դե հա։ Այո։ Հա։ Մեկ։ Հա, շատ հաճախ։ Ականջակալներ հաճախ եք օգտագործում, հենց դրա մասին է։ Ներողություն։ Այո, բայց շատ զբաղված եմ։ Ոմանք աշխատանքի բերումով, ոմանք պարզապես հաճույքի ու մի փոքր արտաքին աշխարհից մեկուսանալու համար օգտվում են ականջակալներից։ Միայն թե առանց մտածելու դրանց վնասակարության մասին։ Ինչ եք կարծում, ձեր լսողության վրա ազդեցություն ունենում է։ Չեմ զգացել դեռ, չեմ զգացել տարբերություն։ Տանը, երբ որ գործ եմ անում, ինչ որ բան եմ լսում կամ ֆիլմ եմ նայում։ Լսողության խնդիրներ չեք ունենում։ Դեռ ոչ։ Հուսամ որ չի էլ լինի։ Չեմ չարաշահում, որպեսզի չլինի։ Հիմնականում էլ ականջակալները օգնում են արտաքին աղմուկից մեկուսանալ։ Իմ կարծիքով դա շատ կարևոր է, քանի որ առանց դրա աշխատել, օրինակ աշխատանք կատարել, ես այդքան էլ չեմ պատկերացնում իմ առօրյայում։ Ինչու եք ականջակալներով լսում, ոչ թե շրջապատի ձայները։ Եվ այտենց ավելի հաճելի է։ Կենտրոնանում ենք ձայնի վրա։ Երբ, որտեղ եւ որքան կարելի է կիրառել ականջակալներ, որպիսի չվնասենք սեփական առողջությանը։ Բժիշկ աուդիոլոգ Նելի Մոսեսովան համաձայն է, երբեմն առանց ականջակալների անհնար է։ Հարկավոր է խելամտորեն մոտենալ այս հարցին։ Որ այդ օգտագործումը վնասակարար չլինի, կարևոր են մի քանի գործոններ, որոնցից կարող եմ 4-ը տենց ամենակարևորները նշել։ Առաջինը դա այնա, որ մենք բոլորս դրա մասին մտածում ենք, բազմիցս լսել ենք, դա ձայնի ուժգնությունը կամ բարձրությունն է։ Երկրորդը այդ ձայնի բարձրության տևողությունն է, դրա հաճախականությունը օգտագործելու եւ չորրորդը տարիքն է։ Մասնագետը մանրամասնում է, նախ կարևոր է հետևել տարիքային առանձնահատկություններին։ Օրինակ, մինչև 6 տարեկան, հա, այդ նախադպրոցական շրջանը կարևոր, ընդհանրապես խորհուրդ չի տրվում ականջակալներ, բայց կան տենց սիտուացիաներ, երբ որ նույնիսկ ցուցված է, այդ դեպքում պետք է հետևել հստակ կանոնների, ծնողը պետք է շատ աչալուրջ լինի ու տևողությունը ու բարձրությունը հսկի, որովհետև եթե երեխան է, ապա ականջակալը պետք է լինի երեխայի համար նախատեսված, որը ունի ձայնի բարձրության հստակ սահման, ինչը նշանակում է, որ չպետք է գերազանցի 30% կամ 85%-ից ընդհանրապես այդ ականջակալները ձայնը չեն բարձրացնում։ Երեխաների դեպքում ներդրվող ականջակալներն ընդհանրապես պետք է բացառել։ Կարելի է կիրառել մեծ արտաքին ականջակալներ։ 6-ից 18 տարեկանների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս հետևել 60-60 կանոնին։ Ինչը նշանակում է, որ առանց ընդհատման տևողությունը օգտագործման չպետք է գերազանցի 60 րոպե եւ բարձրությունը չպետք է գերազանցի 60% առավելագույն բարձրության սարքի։ Դրանից հետո պետք է անել ընդմիջում ամենակիչը մոտ 10 րոպե, հետո նաև կարելի է էլի օգտագործել։ Օրվա մեջ 5 կամ շաբաթական 20 ժամից ավելի չի կարելի լսել 80 դեցիբել բարձրությամբ ձայն, ականջակալներով թե առանց դրանց։ Մեծահասակներին մասնագետը խորհուրդ է տալիս հետևել լսողության հիգիենային։ Ասենք 100 դեցիբելը, որ մաքսիմալ է շատ սարքերի վրա, 5 րոպեից ավել օրվա մեջ չի կարելի գերազանցել, իսկ ընդհանրապես հիմիկվա տեխնոլոգիաները այնպես են, որ
շատ սմարթֆոնների մեջ կամ ուրիշ սարքերի մեջ շատ դեպքերում կա այդ զգուշացման նշանները, եթե չկա կարելի է քաշել տարբեր ծրագրեր, որոնք ձեզ կնախազգուշացնեն, երբ որ դուք անցնեք թույլատրելի սահմանը։ Իսկ եթե այնուամենայնիվ արդեն խախտել եք կանոններն ու բավականաչափ ուշադրության չեք արժանացրել ձեր լսողական օրգաններին, ճիշտ ժամանակն է հետևել բժշկի խորհրդատվությանը։ Ինչպես հասկանալ, որ ունեք լսողության խանգարում։ Առաջի ազդանշանը, ազդակը, որ կա խնդիր լսողության հետ, սովորաբար դա աղմուկն է ականջում, որը կարող է լինի զնգոցի նման, կարող է լինի սուլոցի նման։ Նշաններից մեկը դա որոշ ձայների բացակայությունը, որը մինչև հետ ավելի լավ եք լսում, սովորաբար դա բացառ հաճախականային ձայներն են, սուլոց, ծիտիկի ծլվլոց, հանգիստ միջավայրում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հասկանալի է, բայց երբ որ աղմկոտ միջավայր է, մի քանի հոգի են խոսում, արդեն մեծ դժվարությունները ոչ միայն լսելու, այլ ընկալելու մեջ է։ Լսողության կտրուկ իջեցման դեպքում դեղորայքային բուժումը կարող է լավ արդյունք ապահովել։ Իսկ եթե կորուստն արդեն անդառնալի է, սովորաբար օգնության են գալիս լսողական սարքավորումները։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուշ։